Մեր եկեղեցում շաբաթապահքերը սովորաբար 5 օր են տևում՝ երկուշաբթիից ուրբաթ։ Դրանք հիմնականում նախորդում են տաղավարտոներին, առնչվում են մեծանուն սրբերի հետ, ինչպիսին է օրինակ առաջավորած պահքը։ Այս տարի առաջավորած մեկ շաբաթյա պահքը կսկսվի հունվարի 26-ին, որի ավարտին շաբաթ օրը հունվարի 31-ին կնշենք Սուրբ Սարգիս Զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը։ Առաջավորած պահքը հաստատել է Գրիգոր Լուսավորիչը։ Խոր վիրապից ելնելուց հետո նրա հորդորով Տրդատ արքան և ողջ ժողովուրդը 5 օր ապաշխարել են պահեցողությամբ։ Առաջավորածը մեր եկեղեցու առաջին պահքն է։ Պահքի վերջին 5-րդ օրը Սուրբ Հովնան մարգարեի հիշատակության օրն է։ Նրա քարոզությունը, Նինվեի ապաշխարությունը օրինակ են հավատացյալի համար։ Պահքի կանոններից է հրաժարումը ոչ միայն կենդանական ծագման սննդից, այլև մեղք ծնող սովորություններից, քանի որ կերակրից հրաժարվելը առանց մեղքը մերժելու անօգուտ է։ Պահքը հավատացյալի համար զղջումի, ինքնաքննության և ապաշխարության առիթ է։ Հայոց եկեղեցում գոյություն ունի 3 տեսակի պահք՝ օրապահք, շաբաթապահք և մեծ պահք։ Համաձայն Հայ առաքելական եկեղեցու օրացույցի տարվա գրեթե կեսը շուրջ 160 օր պահոց օրեր են։ Հայ առաքելական եկեղեցու շաբաթապահքերը կանոնակարգել է Ներսես Մեծը։ Ծննդյան և պայծառակերպության 40-օրյա պահքերը բաժանվել են մասերի և բաշխվել ամբողջ տարվա մեջ։ Քրիստոնյան ազատ է որոշելու, թե ինչ չափով կարող է մասնակցել եկեղեցու առաջարկած պահեցողությանը։ Պահքի կարևոր դրսևորումներից է ողորմած գործեր կատարելը։ Պահքի օրերին ինչն արգելում ես որովայնիդ, այն աղքատներին բաժանիր, նշվում է հոգևոր խրատներում։ Եբրայերեն պահքը կոչվում է ծում, որը հիմնականում նշանակում է վշտի ժամանակ սեփական անձը հեռու պահել սնունդից և ըմպելիքներից։ Հատկանշական է, որ այս բառը նաև գործածվում է հայերենում ծոմ տարբերակով, որը ավելի խիստ պահեցողության իմաստ ունի։ Պահք բառը համաձայն ամենից տարածված տեսակետի նշանակում է անձը ետ պահել կյանքի պարարտություններից և աշխարհիկ մեղսալից ու ճոխ երևույթներից։ Առաջավորած պահքի առիթով Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել, հրավիրելով հունվարի 25-ի երեկոյան ժամը 19-ին Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում մասնակցելու հատուկ կարգի, որը կոչվում է կանոն գիշերային ժամու աղոթից՝ ի բժշկություն հայոց ազգի մարմնի, մտքի և հոգու։ Սուսաննա Պետրոսյան, Եկեղեցական կյանք։